Տավարի սիրտը գրեթե 4 անգամ ավելի շատ երկաթ է պարունակում, քան տավարի միսը։ Այդ այն երկաթն է, որը մեր օրգանիզմը հեշտությամբ է յուրացնում։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք տավարի սրտով տոլմա։ Սկսենք առաջին, կարծում շատ հետաքրքիր բաղադրիչից, դա կախասունքն է։ Կախասունքը նախապես մաքրել եմ, լավ լվացել եմ և կարելի ասել այսպես կտրատել եմ, պոկոտել եմ։ Գործի ենք դնում ջեռոցի տապակը։ Ինձ շատ է դուր եկել կախասունքը ջեռոցում։ Այն հրաշալի պահպանում է իր համը և այսպես խրթխրթան համեղ բաղադրիչ է ստացվում։ Ջեռոցի տապակի վրա փռում ենք սիլիկոնե գորգը։ Կախասունքը ցողում ենք բուսայուղով։ Կարող ենք սա անմիջապես տեղափոխել սիլիկոնե գորգի վրա և տակնու վրա անել, որպեսզի բուսայուղը հավասար տարածվի կտորների վրա։ Կարելի է անմիջապես լցնել, նոր ցողել։ Բուսայուղը հավասար տարածելուց հետո սունկը տեղավորում ենք ջեռոցի տապակի մեջ և ուղարկում ջեռոց։ Վատ չէ։ Վերցրել էի 1 կիլոգրամ կախասունք։ Ջեռոցը կմիացնեմ գրիլ եղանակով 200 աստիճան և կթողնեմ այնքան մինչև սունկը կարմրի։ Այժմ անցնենք մյուս բաղադրիչին։ Մյուս բաղադրիչը դա Մառանիկ ընկերության կլոր բրինձն է։ Նախապես թրջում ենք այն։ 1 բաժակ կլոր բրինձ է, կլոր տեսակի։ Սրան ավելացնում ենք ջուր, սառը ջուր։ Եվ թողնում ենք փափկի, որից հետո հոսող սառը ջրի տակ լավ կլվանանք։ Մյուս բաղադրիչը նույնպես նախապես մշակման կարիք ունի։ Դա սմբուկն է։ Տեղադրում ենք տախտակը։ Կվերցնեմ 1 սմբուկ։ Կտրում ենք ծայրերը։ Կլպում ենք սմբուկը։ Եվ կտրատում ենք մանր խորանարդիկների։ Սա տեղափոխում ենք ապակյա տարայի մեջ։
Համեմում ենք մառանիկ ընկերության աղով, վրան լցնում ենք գոլ ջուր։ Վրան դնենք ափսը, այսպես թող սուզվեն սմբուկի կտորները։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, կարելի ասել օրվա հերոսն է, դա տավարի միսն է։ Առաջարկելու եմ տավարի միսը նույնպես նախապես մշակենք։ Վերցրել եմ 1 կիլոգրամ 250 գրամ տավարի սիրտ։ Ազատել եմ նրանց ավելորդ յուղերից, մկաններից, այսպիսի կտորներ եմ կտրատել։ Տավարի սիրտը մարինացնելու ենք։ Կարմիր անապակ գինով, կարմիր անապակ գինուն կավելացնեմ 1 ճաշի գթալ դիժոնյան մանանեխ։ Աչք գցենք կախասնկին, սկսել է աղմկել։ Շատ լավ է։ Լցնում ենք սրտի վրա և որոշակի ժամանակ թողնում ենք հանգիստ։ Սա կարող է մնալ, կարող է օգտագործեմ դեռ։ Ծածկենք ուղղակի։ Անցնենք մյուս բաղադրիչին, սոխեռած ենք անում։ Առատ բուսայուղ ենք տաքացնում, կվերցնեմ 2 միջին գլուխ կարմիր սոխ, մանր կտրատում և տապակում ենք։ Անմիջապես համեմում ենք մառանիկ ընկերության աղով և շաքարավազով։ Սոխը կարամելացնում ենք։ Խճողակի հյութալիությունը ապավելու համար առաջարկում եմ օգտագործել ցուկինի, 1 ցուկինի։ Կտրում ենք ծայրերը, կտրատում ենք մանր խորանարդիկների։ Խճողակին կծվություն հաղորդելու համար կվերցնեմ չիլի պղպեղ, 1 չիլի պղպեղ, կօգտագործեմ սերմերով, կտրատում ենք մանր խորանարդիկների։ Ջրքամ ենք սմբուկը,
Լցնում ենք սմբուկը։ Ազատենք սիրտը մարինադից, խամում ենք։ Եվ շատ արագ փրկենք սունկը։ Սունկը սառելուց հետո աղալու ենք, կամ կարող ենք կտրատել, միգուցե աղամ, չգիտեմ, թող սառի, ընթացքում կորոշեմ։ Սկսենք համեմել խճողակը։ Կառաջարկեմ ընկույզ 50 գրամ հարիչով մանրացնում և լցնում ենք սոխի վրա։ Լավ է։ Բացի ընկույզից կառաջարկեմ 50 գրամ ծախակեռաս։ Այն թթվաշություն և տտիպություն կհաղորդի մեր խճողակին։ Շատ մանր չենք կտրատում։ Շատ լավ է։ Շարունակում ենք համեմունքների շքերթը։ Առաջարկում եմ լոլիկի ճիր ձիթայուղում։ 1, 2, 3, 4, 5 շերտ։ Անմիջապես կավելացնեմ նաև լոլիկի մածուկ։ Երեք ճաշի գթալ։ Երեք ճաշի գթալ թխեմալի, հոսող ջրի տակ, սառը ջրի տակ, լվանում ենք բրինձը, այժմ բրինձի իր մեջ կառնի առաջացած սոուսը։ Մի փոքր կիսաեփ կանենք, աղանք սունկը։ Անմիջապես կառանք նաև մարինացված սիրտը։ Մարինացված սրտի հետ առաջարկում եմ աղալ նաև 1, 2, 3, 4, 5 շերտ
ապխտած համեմված խոզի ճարպ։ Ավելացնում ենք տապակի պարունակությունը։ Համեմում ենք 200 գրամ թարմ ուրցով, այսպես պահում ենք և տերևները պոկոտում։ 200 գրամը կարծում շատ էր, կօգտագործեմ կես ընդամենը։ Կարելի ասել 1 ճաշի գթալ այդպես տերևներ, որ հավաքվեն, կդառնան 1 ճաշի գթալ թարմ ուրց։ Տեսնենք թարմ կանաչիներից ինչ ենք առաջարկում։ Խառը կանաչի։ Այստեղ կա և ռեհան, և անանուխ, և սամիտ, մաղադանոս, համեմ, այսպես մեծ փունջ վերցնում ենք և մանր կտրատում։ Բացի թարմ կանաչիներից կառաջարկեմ նաև Մառանիկ ընկերության խառը կանաչի չորացրած։ Աղացած սև պղպեղ, այս ճաշակի, կարմիր քաղցր, պղպեղ, քաղցր։ Առատ։ Վերջ, և լավ տակնու վրա ենք անում, հետո հումցում։ Հումցելու համար հարկավոր է ձեռքը թրջել սառը ջրով։ Կավելացնեմ բարձր որակի ձիթայուղ, մոտ 3 ճաշի գթալ։ Այժմ կհումցենք։ Լավ հումցելուց հետո կթողնենք խճողակը սառչի։ Այդ ընթացքում կհավաքենք սեղանը, որից հետո կձևավորենք տոլմաները։ Ամեն ինչ պատրաստ է, մնում է ձևավորել և շարել կաթսայի մեջ։ Վերցնում ենք թուփը, փայլուն մասով դնում ենք կանաչ հարթության վրա, դնում ենք խճողակ և փաթաթում։ Ես սիրում եմ փաթաթել փոքր տոլմաներ։ Այսպիսի փոքրիկ միկած տոլմաներ։ Այժմ մտածենք ինչ ենք անում սոուսի հետ։ Թարմ ուրց ենք դնում,
Այսպես, բարձր որակի ձիթայյուղ, մոտ 2 ճաշի գթալ, բալզամիկ քացախ ենք լցնում, որը կոչվում է անտառային հատապտուղներ, այն յուրահատուկ համկահաղորդի սոուսին։ Եվ լցնում ենք տավարի արգանակ։ Նախ ծածկենք ափսեով, այսպես, և լցնում ենք արգանակը, այնքան, որ արգանակը հասնի ափսեի եզրերին։ Լավ է, կարծում այսքան էլ է վերջ։ Մարման կրակի վրա եփում ենք 35-ից 40 րոպե, որից հետո կարելի է մատուցել։ Տավարի սրտով տոլմա։ Խճողակի համար պոկոտած կախասուն կցողել բուսայողով, շարել ջեռոցի յուղաթուղթ կամ սիլիկոնե գորգ փռած տապակի վրա, տակնու վրա անել, ուղարկել ջեռոց, 200 աստիճան տաքությամբ ջեռոցում եփել գրիլի եղանակով այնքան, մինչև կարմրեն, եփելուց հետո հանել, թողնել սառչի, աղալ, թասի մեջ լցնել մանր խոնանարդիկների կտրատած սմբուկ, համեմել աղով, լցնել գոլ ջուր, վրան ափսե դնել, մի կողմ դնել, քիչ անց ջրքամել, ամանի մեջ դնել ոչ մանր կտրատած տավարի սիրտ, այլ ամանի մեջ լցնել կարմիր անապակ գինի, դիժոնյան մանանեղ, լցնել տավարի սրտի վրա, սիրտը մարինացնել, քիչ անց քամել, ապխտած եւ համեմված խոզի ճարպի հետ աղալ, լցնել կախասնկի ամանի մեջ, բուսայյուղ տաքացնել, մանր կտրատած կարմիր սոխ տապակել, համեմել աղով, շաքարավազով, ավելացնել մանր խորանարդիկների կտրատած ցուկինի, կարմիր կծու չիլի պղպեղ, սմբուկը, հարիչով մանրացրած ընկույզ, ոչ մանր կտրատած ցախակերաս, ձիթայողում մարինացված լոլիկի չիր, լոլիկի մածուկ, տրեմալի, նախապես թրջած կլոր բրինձ։ Տապակի բաղադրիչները լցնել աղացած կախասնկի եւ տավարի սրտի վրա, վրան լցնել թարմ ուրցի տերևներ, մանր կտրատած խառը կանաչի, չորացրած խառը կանաչի, սև պղպեղ, աղացած կարմիր քաղցր պղպեղ, տակնու վրա անել, ավելացնել ձիթայյուղ, հունցել, հունցելուց հետո թողնել սառչի։ Խճողակը դնել խաղողի թփի վրա, տոլմա փաթաթել, տոլմաները շարել կաթսայի մեջ, վրան դնել թարմ ուրց, վրան ձիթայյուղ ցողել, ավելացնել անտառային հատապտուղների բալզամիկ քացախ, ափսեով ծածկել, վրան լցնել տավարի արգանակ, տոլմաները մարման կրակի վրա եփել 35-ից 40 րոպե, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք դդում, գազար, կծու եւ քաղցր պղպեղներ, խնձոր, ավոկադո եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։